Փառք Աստծուն։ Ուզում եմ այս բաժինը սկսել Աստծու խոսքից ընթերցելով Տեր Հիսուսի մեծ հանձնարարականը։ Գիտենք բոլորս, որ Մատթեոսի ավետարան 28-րդ գլխի 18-րդ խոսքից 18-ից 20 հատվածն է, 18-ը ընթերցեմ։ Հիսուսը մոտեցավ, խոսեց նրանց հետ եւ ասաց. Համբարձվելուց առաջ Տեր Հիսուսը մոտեցավ իր աշակերտներին ու ասաց. Ինձ տրվեց ամեն իշխանություն երկնքում ու երկրի վրա։ Ուզում եմ վկայել այստեղից, որ 2025-ը օրհնաբեր, բայց դժվար տարի էր։ Եվ իմ կյանքում շատ անգամ ամենաճգնաժամային իրավիճակներում ես այս խոսքից ուժ եմ ստացել եւ ուզում եմ սա փոխանցել, այս վկայությունը փոխանցել ձեզ։ Եթե դու Քրիստոսին ես պատկանում, ինքը ասում է ինձ տրվեց ամեն իշխանություն երկնքում ու երկրի վրա։ Եվ շատ ժամանակ ես չեմ տեսել ելքը, բայց իմացել եմ որն է Տիրոջ կամքը, ինչպես ինձ պիտի պահեն։ Չտրվեմ վախերին, չտրվեմ սադրանքներին, չտրվեմ մտքերին, ճնշումներին, այլ կատարեմ այն, ինչը որ Տերն է ուզում որ անեմ։ Եվ շատ իրավիճակներ ուղղակի աչքով չի երևացել ելքը։ Եվ ես ընդամենը իմացել եմ, որ իմ կյանքում տիրում է Տերը։ Նրան է պատկանում ամեն իշխանություն երկնքում ու երկրի վրա։ Ես նրա աշակերտն եմ եւ այս խոսքը ինձ է վերաբերվում։ Եվ ուզում եմ մենք 26-ը վերցնենք սա։ Եվ ինչպիսի իրավիճակներ էլ կլինեն, մենք հիշենք, որ մեր Տերը տիրում է ամբողջ տիեզերքի վրա։ Նրանն է ամեն իշխանությունը երկնքում ու երկրի վրա։ Եվ տվեց հանձնարարությունը. Արդ գնացեք, աշակերտ դարձրեք բոլոր ազգերին նրանց մկրտելով Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով, սովորեցրեք նրանց պահել այն ամենը, ինչ ձեզ պատվիրեցի, եւ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին մինչեւ աշխարհի վերջը։ Երբ մենք կատարում ենք այն, ինչ Տերն է պատվիրել, նա իր խոստումը պահում է, նա մեզ հետ է ամեն օր մինչև աշխարհի վերջը։ Արդյոք կա ավելի մեծ օրհնություն այս երկրի վրա։ Տեր Հիսուսը, այս տիեզերքի արարիչը, ասում է. դուք իմ հանձնարարությունը կատարեք, ես ձեզ հետ եմ ամեն օր։ Ինձ է տրված ամեն իշխանություն, չվախենաս ու չզարհուրես։ Կրակի միջով էլ անցնես, ջրերի միջով էլ, փոթորիկների միջով էլ անցնես, ես քեզ հետ եմ լինելու, եթե դու իմ աշակերտն ես։ Եվ առաջարկում եմ, որ մենք այսպես վստահությամբ, Տիրոջ վրա մեր վստահությունը ունենալով, նրա ներկայության, նրա ունեցած իշխանության վրա վստահություն ունենալով, աղոթքով մուտք գործենք 2026 թվական։ Եկեք աղոթենք։ Գոհանում ենք քեզանից մեր Տեր։ Շնորհակալ ենք քո սիրո համար, քո ողորմությունների համար, քո հայրական հոգատարության համար եւ այն իշխանության համար, որ դու ունես, որի նմանը չկա։ Խոսքն ասում է, որ քո անունի առաջ ծնկում է ամեն արարած, խոնարհվում է քո առջև։ Քո իշխանության հետ համեմատվող իշխանություն չկա, Տեր։ Եվ մենք քո իշխանության ներքո քո զավակները եկել ենք միաբան խնդրելու քո օրհնությունը, Տեր։ Մեր եկեղեցու ամեն մի անդամի վրա, մեր եկեղեցու ամեն մի անդամի ընտանիքի վրա, առողջության, օրհնությունների, հարաբերությունների, քեզ ծառայելու,
ձեռքի գործի աշխատանքի վրա, ամեն տեղ թող երևա քեզ աստվածավախության պաշտողի, քեզ ծառայողի եւ չծառայողի տարբերությունը, քո խոսքին հնազանդի եւ անհնազանդի տարբերությունը, թող զորավոր կերպով, ինչպես խոսքն է ասում, արդարները արեգակի պես կծակեն, թող քո լույսը մեր մեջ լուսավորի Տեր, եւ մարդիկ տեսնեն քեզ մեր ծառայության մեջ, տեսնեն քեզ մեր վերաբերմունքի մեջ, տեսնեն քեզ մեր նվիրման ու մեր սրբության մեջ, օրհնիր Տեր այս եկեղեցին եւ նաեւ բարեխոսական աղոթքով գալիս ենք մեր երկրի ու մեր ազգի համար Տեր, որ այս տարին աճի, այս տարին օրհնության, այս տարին արթնության տարի լինի մեր ժողովրդի մեջ եւ մեր երկրի մեջ, օրհնյալ Աստված, թող քո հոգին գործի, թող շատ ապաշխարողներ լինեն, մեր երկիրը, մեր ժողովուրդը դարձի գա իր չար ճանապարհներից, աղոթի քեզ, ապաշխարի եւ դու էլ երկնքից նայես, տեսնես այս զղջումը, ապաշխարությունը եւ օրհնես ու բժշկես մեր երկիրը, որ չլինի ցավ, չլինի կորուստ, չլինի քանդված ընտանիքներ, չլինեն խաղամոլության ու թմրամոլության կապանքների մեջ, խմիչքի ու շնության կապանքների մեջ ներգրավված մարդիկ, այլ ազատություն գա, որտեղ քո հոգին է, այնտեղ ազատություն է, եւ թող քո հոգու ազատությունը գա, մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով ենք խնդրում, ամեն, ամեն, եկեք ծափարենք Տիրոջը, եւ մի ցնծության երգով կարող ենք արդեն իրար շնորհավորել, որովհետեւ մենք 2026 թվականի մեջ ենք։